Երեք ոստիկանության գվարդիան ծառայություններ առաջին իրականացնում Հովանավանքում եւ մենք տեսանք, որ լրագրողներին խոչընդոտում են գործունեությունը, հայհոյանքներ հնչեցնում Հովանավանքում եւ ոստիկանությունը որևէ գործողություններ տվյալ անձանց վերաբերյալ չէր իրականացնում։ Սա ինչ բացատրություն ունի։ Հարգելի լրագրողներ, ես պիտի փաստեմ, որ ոստիկանությունը տեղում հասարակական կարգ ու անվտանգություն է ապահովում եւ նմանատիպ թվակազմով ոստիկանական ուժերի ներկայացվածությունը միտված է նրան, որ հենց այդպիսի իրավիճակները կառավարելիության դաշտում լինել եւ միջանձնային շփումներում միմյանց նկատմամբ որևէ խոսակցությունը բնականաբար բացառվել չի կարող եւ եթե որևէ մեկը գտնում է, որ կա վիրավորանք, կա զրպարտություն, չգիտեմ, արժանապատվությունը նվաստացնող որևէ ռեակցիա, դրա համար գոյություն ունի քաղաքացիական դատավարության կարգով վնասի հատուցման ինստիտուտ եւ անձին արգելում էին, որպեսզի նկարահանում իրականացնեն լրագրողները, օպերատորի գործներին խոչընդոտում։ Այս դեպքերում չպետք է ոստիկանությունը նկատի ունի ոստիկանները, թե քաղաքացիները եւ ոստիկանները հետևում էին այս ամեն ինչին։ Դե այս պայդրությամբ նախ ես պիտի փաստեմ, որ ինչքան որ ուսումնասիրել ենք իրավիճակները, որպես կանոն ոստիկանությունը պատշաճ կերպով իրականացրել իր արժեվ դրված խնդիրները, հիմնականում ոստիկանության գնահատման որոշ իրավիճակներ եղել են միջանձնային հարաբերությունների տրամաբանության մեջ, որոնք որ վարույթի, այսպես ասեմ, առերևույթ փաստական հիմքեր չեն առաջացրել, եթե գտնում եք, որ որևէ մեկի նկատմամբ կա առերևույթ հանցանքի տարեր, դուք ազատ եք ներկայացնելու հաղորդում։ Եկեղեցում դուք ձեր խոսքում նշեցիք, որ ոստիկանները բոլոր տեղերը լինում են եւ կարգն է պահպանում։ Բայց այն չափի ոստիկանական ուժեր, որ կար Հովանավանքում, այսինքն դա ենթադրում է, որ ինչ-որ սպառնալիք կա, ինչ-որ վտանգ կա Հովանավանքում, այո, այդքան ինչ վտանգ կա, երբ որ նաեւ իշխանության ներկայացուցիչներն էին այնտեղ, այդքան ոստիկանի ներկայությունը, ինչով է դուք պատճառաբանում։ Ես բնականաբար կարծում եմ, որ դուք չեք հավակնում իմանալու օպերատիվ տնտեսությունը ոստիկանության։ Ըստ իրավիճակի ոստիկանությունը գնահատում է առկա իրավիճակը, ընդ որում անձանց թվակազմից կախված է նաև որոշարկվում, թե որքան ոստիկանական ուժեր են անհրաժեշտ տեղում, որպեսզի կարողանա իրավիճակը լինել ոստիկանության տեսադաշտում եւ կառավարելիության շրջանակներում։ Մենք ունեցել ենք ընդհանուր մարզական միջոցառումներ, սպորտային միջոցառումներ, վերջերս Օրինակ Մայրաթորում երեք եռակի կամ քառակի ավելի շատ մարդիկ կային եւ այնտեղ ոստիկաններ գրեթե չկային։ 8-9 պատկերացրեք, որ ես հարցի էությունը հասկացա եւ 8-9 հոգի չեն եղել Մայրաթորի տարածքում ծառայություն իրականացնող։ Ես նկատի ունեմ, որ միջոցառումից կախված քանակական տվյալներ, օպերատիվ տվյալներ ոստիկանությունը որոշարկում է, թե որքան անձնակազմի անհրաժեշտ, որ իրավիճակը լինի կառավարելիության դաշտում, ըստ այդմ թվակազմը որոշարկում։ Մենք երեք տեսանք, որ օրինակ արտադրության նախարարը մասնակցում էր այդ պատարագի, դուք էլ մտածություն ունեք, այդ դաշտին մասնակցել, հաջորդ շաբաթ հավինում են արդեն լինելու։ Ես որպես հայ առաքելական եկեղեցու հետևորդ պատարակների ցավոք սրտի շատ հաճախակի չեմ մասնակցում հաշվի առնելով աշխատանքային ծանրաբեռնվածությունը եւ հաջորդ շաբաթ եթե ծանրաբեռնվածությունս թույլ տա միգուցե մասնակցեմ։ Նորմալ է վերաբերում կարգավորության Մայրաթորի կողմից կարգավորից հրճակված այդ քանային անվտանգությունները տրամադրվել դուք կարող եք ասել ինչ հիմքով է տրվել, որովհետեւ եւ նրան ուղեկցում են եւ նրա տան մոտ հսկողություն են անում, եթե իհարկե դա ոստիկանության ստորաբաժանումներն Ասեմ, որ ընթացքում մենք ունեցել ենք քննչական մարմնի կողմից պաշտպանական որոշում կիրառելու մասին որոշում, ըստ այդմ ոստիկանությունը իրականացնում է պաշտպանական որոշում։